բերել են մեր երկրի գլխին եւ մեծ պատերազմներ եւ փոքր ներխուժումներ, այսօրվա գործող ուժն է իրականում պատերազմի կուսակցությունը, այն իմաստով, որ այդ պարագային պատերազմները ուղղակի անխուսափելի են լինելու։ Անդրանիկ Քոչարյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը եւ կանչվի դատարան։ Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահ, Հայաքվե միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանն է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, պարոն Քերոբյան։ Պարոն Քերոբյան, նախ այսօր սկսենք հայտարարությունից Հայաքվեի տարածած փաստորեն համագործակցությունը միասնության թվեր կուսակցության հետ դադարեցվել է։ Որն էր պատճառը, ինչ եղավ, ինչ հարցերում չկարողացաք համաձայնության գալ, որ որոշեցիք դադարեցնել։ Դրա մասին ամեն ինչ մեր հայտարարության մեջ ասված է, ես կրկնեմ ուղղակի այն ինչ որ ասված է այնտեղ, որ որոշ այսպես քաղաքական դիրքորոշումների հետ կապված համաձայնության չեկանք, դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունը դադարեցված է, ուղղակի այս ձևաչափը արդեն էլ չի գործում։ Ինչ հարցեր շուրջ փոքր մանրամասնաբար տեխնացուի հետ կապված։ Չէ, այդպիսի բան չկա, իրականում ավելի շատ հենց քաղաքական դիրքորոշումների շուրջ էր եւ դրանք այնպես չէ, որ անհաղթահարելի են, ուղղակի այս ձևաչափում դրանք այլևս այս համագործակցությունը հնարավոր չէ զարգացնել։ Ինչ ասել է այս ձևաչափում, այսինքն այլ ֆորմատով։ Այլ ֆորմատներով հնարավոր է, ես չեմ բացառում։ Ձևաչափ այն նկատի ունեմ, որ միասնության թվերի քաղաքական միավորի առաջնորդությամբ կամ միավորի հետ միասին Հայաքվեն այս ընտրություններին մասնակցելու ձևը չի տեսնում։ Այսինքն հետագայում հնարավոր է քննարկումները շարունակվեն։ Չի բացառվում, քաղաքական կոնսուլտացիաները կշարունակվեն, այլ ձևաչափերով հնարավոր է համագործակցություն լինի, ամեն դեպքում գիտենք, որ եւ Հայաքվեն եւ միասնության թվերը այսօր կարելի ասել արմատական անդիմություն են այսօրվա իշխանություններին։ Իհարկե որոշ հարցերում կա, ասենք, նույն միասնության թվերի մոտ կա օրինակ տրիպի վերաբերյալ որոշակի դիրքորոշում, որը մենք ոչ թե չենք կիսում, այլ վերապահումներ ունենք, մինչդեռ իրենք դրա մասին այլ կերպ են արտահայտվում, բայց դա այսպես առանցքային չէ, այսինքն կան այլ հարցեր էլ, որից հիմնականը վարչապետի տեխնացուի հետ կապված։ Չեմ կարծում, որ դա է հիմնականը, ընդհանրապես ասած ընտրացուցակների մասին շատ են խոսում, բայց դա չէ էականը։ Էականը, ինչպես ասացի, հենց քաղաքական դիրքորոշումների հետ է կապված։ Պարոն Քերոբյան, արդեն շատ ուժեր ընդդիմադիր, թե հայ-իշխող քաղաքացիական պայմանագիրը, թե ընդդիմադիր ուժեր իրենց ցուցակները հրապարակել են։ Նախ որպես այսպես ամփոփում չափորոշիչները ըստ ձեզ ինչ գնահատական կտակ այս ցուցակներին եւ Հայաքվեի հետ կապված, եթե չեմ սխալվում, դեռ ցուցակը առաջին գոնե 30-ը հրապարակված չէ, ինչու։ Այդ ցուցակների հրապարակվելու եւ ընդհանրապես ցուցակները կազմելու հետ կապված կա օրենքի պահանջ, որ նախընտրական ցուցակները պետք է հաստատվեն կուսակցության համագումարով, արտահերթ համագումարով, հենց ընտրություններին նախորդող եւ այդ կուսակցությունները իրենց համագումարները անցկացրել են եւ ցուցակները հրապարակել են։ Դուք երբ եք անցկացրել։ Ուրեմն մենք որոշակի խնդիրներ ունենք դեռևս կուսակցության կանոնադրության գրանցման հետ կապված, բայց նախատեսված է հենց 51-65 ազգային պահպանողական շարժում կուսակցության, որը դեռևս այդպիսի անուն է կրում հայկական քվե հայտարարված կուսակցությունը, դեռևս համագումարը չի անցկացված, ապրիլի 17-ին է նախատեսված, այդ ժամանակ էլ որոշումը կընդունվի, կարծում եմ, եւ ընտրությունների մասնակցության եւ դրա ձևաչափի եւ ընտրական ցուցակների հետ կապված։ Բայց տեխնացուի հետ կապված վերջնական որոշում արդեն կայացվել է ներսում։ Ես ինքս շատ այսպես վերապահում եմ վերաբերում քաղաքական ուժերի կողմից վարչապետի տեխնացու առաջին համարին վարչապետի տեխնացու ներկայացնելու մղումին, ինչու, որովհետեւ այդ պարագայում դու գոնե պետք է ոչ միայն վարչապետի տեխնացու ներկայացնես, այլ նաեւ կառավարության կազմ, հա, որովհետեւ եթե
ներկայացնում ես վարչապետի տեխնացու, այսինքն հայտարարում ես եւ հավաստում ես քո մղումը, ցանկությունը կամ նպատակը իշխանություն վերցնելու, ապա դա միայն, ասենք, ընտրությունին հաղթելը դա ինքնանպատակ չի կարող լինել, պետք է ունենաս ծրագիր, պետք է ունենաս նախընտրական խոստումների ցուցակից բացի, պետք է ունենաս քաղաքական ծրագիր, կառավարման ծրագիր։ Դե ծրագիրել են ցուցակից բացի, դե ես մեկ-մեկ ուսումնասիրում եմ այդ ներկայացված ծրագրերը, որոշ կուսակցությունների մասով մանրամասն են տեղեկացված, օրինակ ասենք ուժեղ Հայաստանի անվտանգային ծրագրին են մանրամասն տեղեկացված, որովհետև հրավիրված էի դրա ներկայացմանը։ Մյուսներինը էլի ուսումնասիրել եմ, բայց պետք է ասեմ, որ օրինակ նույն անվտանգության մասով Հայաքվեի ծրագիրը շատ ավելի համապարփակ է, որովհետև հիմնված է եւ մենք մշակել ենք դա հիմնված է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի վրա, որում մենք վերլուծել ենք աշխարհակաղակական, գլոբալ, տարածաշրջանային, ներքին եւ արտաքին բոլոր սպառնալիքները, ձևակերպել ենք ազգային շահերը, իհարկե դա մի քիչ թող մեծամիտ չհնչի, բայց գոնե դրանք պետք է ձևակերպես, որպեսզի դրանցից արդեն բխեն քո ռազմավարական նպատակները եւ փորձ ենք արել ավելի համապարփակ մոտեցում ձևակերպել հենց անվտանգությանը։ Պարոն Քերոբյան, ինչու այս հարցը տվեցի ցուցակի ու տեխնացու հետ կապված, որովհետև այսպես Հայաստանում այդպես է, չէ, հանրությունը նախ պետք է իմանա ում է կոնկրետ անձի հետ կապված, ովքեր են լինելու իր նախընտրած կուսակցության ցուցակում, ով է իրենց տեխնացուն, այն նոր կողմնորոշվեն ըստ այդմ գնան ու իրենց քվենտանիսկ երբ որ այսպես հապաղում են, ուշացնում են, արդեն հանրությունն էլ կարծես այդպես իրենք էլ իրենց մոտ ինչ-որ կասկածներ են առաջանում, մտածում են անգամ իրենց կուսակցության ներսում չեն կարողանում կողմնորոշվել։ Դե շատ սոցիոլոգիական հետազոտողներ եւ հետազոտություններ փորձում են այնպես ներկայացնել, որ Հայաստանի հանրությունը միատարր է եւ միաձև է, նույն կերպ մտածում, ընդհանրապես եւ ընտրություններին միատիպ մոտեցում ունի։ Կա ընտրողների ավելի շուտ ազգի մի մեծ հատված, որոնք ընտրելու իրավունք ունեն, ես չեմ ուզում բոլորին որպես ընտրող ձևակերպել, կա մի մեծ հատված, որը իրապես հետաքրքրված է հայրենիքի ապագայով եւ ոչ թե ուզում է այսպես ուժեղ առաջնորդ, այլ ուզում է ուժեղ քաղաքական թիմ, ուժեղ կառավարչական թիմ տեսնել կառավարությունում կամ իշխող ուժի կազմում կամ ընդհանրապես եւ ազգային ժողովում է ուզում տեսնել բանիմաց հայրենիքի ճակատագրով հետաքրքրված եւ հայրենիքին ծառայելու նվիրված մարդկանց է ուզում տեսնել եւ այդ մարդկանց թիվը փոքր չէ։ Եթե կան եւ ընդհանրապես ավանդաբար ընտրողների մի մասը ցանկացել է տեսնել այսպես կոչված ուժեղ առաջնորդ եւ նշանակություն չի տվել, օրինակ թե ով է ցուցակում 15-րդ համարը եւ երբեք չի եղել հանրային պահանջ ընտրացուցակից բացի, օրինակ ստվերային կառավարության կազմ ներկայացնելու եւ մեր մոտ չկա նույնիսկ այդպիսի ավանդույթ, նույնիսկ ազգային ժողովում ընդդիմության ամենամեծ ֆրակցիան չի ներկայացնում կամ չի ներկայանում այսպես կոչված հենց ստվերային կառավարությունը, որը պարլամենտական հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում նույնիսկ կարելի ասել օրենսդրորեն ամրագրված եզրույթ է, օրինակ Մեծ Բրիտանիայում, ավելի շուտ Անգլիայի պարլամենտում, հա, Մեծ Բրիտանիայի պարլամենտում կա ստվերային կառավարություն, որը ձևավորում է ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան, այսօր դրանք պահպանողականներն են, վաղ կլինեն, ասենք, լեյբորիստները եւ այլն, մեր մոտ այդ ավանդույթը չկա, բայց դա շատ կարևոր է։ Տարբեր էսպես մշակույթներ, տարբեր քաղաքականություն իրենց տենդենսներ։ Այո, պարլամենտարիզմի տարբեր մշակույթներ, մեր մոտ պարլամենտարիզմը դեռևս չի ձևավորվել, չնայած մոտավորապես, ասենք, 10 տարի է ապրում ենք խորհրդարանական համակարգում, կառավարման համակարգում, 9 տարի, իսկ ավելի ճիշտ է ասել, բայց միևնույն է այդպիսի այդ համակարգը չի ձևավորվել։ Իսկ ազգային ժողով մենք ունենք դեռևս 91 թվականից, 90 թվականից, երբ որ վերջի Գերագույն խորհուրդը կազմավորվեց, այն ուներ արդեն բոլոր այդպիսի տարերը, բազմակարծության եւ ֆրակցիաների։ Դե հանրությունն է ձևավորում խորհրդարան, ինքն է այսպես իր քվեն տալիս ու որոշում թե ում ձայնը որոշիչ լինի։ Այո, բայց կրկնեմ, հանրությունը միատիպ չէ եւ միատար չէ, կան տարբեր պատկերացումներ, թե քաղաքական ուժերը ինչպես պետք է ներկայանան։ Եվ օրինակ երկու օրինակ բերեմ, հա, ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը,
իրենց ցուցակներ, օրինակ Բարգավաճ Հայաստանի դեպքում ցուցակի առաջին համարգակ Ծառուկյանը վարչապետի տեխնացուն չէ, իսկ ուժեղ Հայաստանը, որը որ ներկայանում է որպես առաջնորդ Սամվել Կարապետյանը այնտեղ ներկայացված, նա նույնիսկ ընտրացուցակում էլ չէ եւ գործող սահմանադրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Քաղաքացիության հետ կապված, իհարկե կան շատ այլ հարցեր քաղաքացիության հետ կապված։ Օրինակ վերջին նախագահ, շուտ նախավերջին նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես պարզվեց, ապօրինի է նշանակված եղել այդ պաշտոնին, ունեցել է այլ երկրի քաղաքացիություն, բայց այսօրվա խորհրդարանում որևէ մեկը այդ հարցը չի բարձրացնում։ Եվ գիտեք ինչու՞, որովհետև այս խորհրդարանի ընտրությունները նշանակված են եղել Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Եվ եթե պարզվի կամ եթե բարձրացվի հարցը եւ քննվի Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնը ապօրինաբար զբաղեցնելու ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ կառավարության բոլոր որոշումները, կայացած բոլոր որոշումները եւ այլն, եւ սա ձնագնդի էֆեկտ կունենա, իհարկե շատ մեծ, բայց պետք է ցավով նշեմ, որ այս հարցերը շատ քիչ մարդիկ են բարձրացնում։ Սրա մասին օրինակ շատ ակտիվ խոսում է իմ գյումրեցի ընկեր Արթուր Համբարձումյան, որը շատ մանրամասն վերլուծում է եւ ես ինքս էլ համակարծիք եմ նրա հետ, որ այս հարցերը առանցքային հարցեր են, պետականության լեգիտիմության հարցեր են, որոնք չգիտես ինչու մղվել են հետին պլան եւ քաղաքական այսօր գլխավոր գործող ուժերը չգիտես ինչու հաշտ են դրա հետ։ Մինչդեռ դա այդպես չպետք է լինի։ Բան Քերոփյան այսօր ընտրությունների այսպիսի օրակարգով են գնում ու դա իշխող ուժն է ձևավորել պատերազմի եւ ոչ պատերազմի կուսակցություններ, ինչպես ընդդիմադիր մի շարք ուժ, այդ թվում նաեւ ձեր քաղաքական ուժը համարվում է պատերազմի ուժ, ինչպես ձևակերպում է իրենք են տվել։ Ու ավելին ասում են, եթե մենք չընտրվենք, ապա սեպտեմբերին մեծ պատերազմ է լինելու։ Ինչի մասին են խոսում ու այս տեղեկությունը որտեղից իրենք, որ Ադրբեջանը հարցակվելու է Հայաստանի վրա, այսպես ասած։ Ցինիզմը գիտեք ինչու է կայանում, որ իրենք են պատերազմի կուսակցությունը եւ վերջի 8 տարում, որ իշխանության են, բերել են մեր երկրի գլխին եւ մեծ պատերազմներ եւ փոքր ներխուժումներ, Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրացել է իրենց կառավարման օրոք, կորցրել ենք Արցախը, ունեցել ենք տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ եւ այսօր ուղղակի ցինիկ ամենացինիկ կերպով ծաղրում են ժողովրդին ներկայանալով որպես խաղաղության, այսպես կոչված խաղաղության կուսակցություն։ Դե ասում են մենք կարողացել ենք հասնել օգոստոսի 8-ի փաստաթղթին, որը խաղաղության հիմնական երաշխիքն է, ու եթե մենք չվերընտրվենք հանկարծ, այդ փաստաթուղթն չի քե լինելու։ Ուրեմն լրիվ հակառակն է իրականում վիճակը, որովհետև օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության պայմանագիր կոչվածը ինքը ամրագրում է Հայաստանի անիրավահավասարությունը միջազգային հարաբերություններում։ Տեսեք, եթե կա դրույթ, այդ հոդվածքը այդ պայմանագրում ներկայացված, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հետ են կանչում միջազգային դատարաններում միմյանց նկատմամբ ներկայացված հայցերը, մինչդեռ մենք պետք է հակառակ անենք, մենք պետք է ապահովենք, որպեսզի միջազգային դատարանները, լինի դա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կամ մարդու իրավունքների կամ միջազգային քրեական դատարանները, իրենք ունենան պարտադիր ուժ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունում, որովհետև այլ պարագայում Ադրբեջանը խոսում է բացառապես ուժի դիրքերից եւ թելադրանք է կիրառում Հայաստանի հետ հարաբերություններում, մինչդեռ մեզ պետք է լրիվ հակառակ անել։ Պետք է ոչ միայն չհրաժարվել միջազգային դատարաններում հայցերից, այլ պնդել եւ հասնել նրան, որ այդ դատարանները լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում դատավոր, որովհետեւ այլ պարագայում դատավոր չկա, կա ուժ որպես միջոց, պարտադրանքի միջոց եւ իրականում հենց այդ պատճառով է, որ ես պնդում եմ, որ այսօրվա գործող ուժն է իրականում պատերազմի կուսակցությունը, այն իմաստով, որ այդ պարագայում պատերազմները ուղղակի անխուսափելի են լինելու։ Եթե դու հրաժարվում ես իրավահավասարության սկզբունքից, դառնում ես թույլ, իսկ թույլին կամ թելադրում են, կամ պարտադրում, կամ եթե փորձ արվի ինչ-որ այսպես շահերը պաշտպանել, այդ պարագայում պատերազմով են գալու մեր վրա եւ ուժով են խլելու այն, ինչ որ չհամաձայնենք տալ առանց պատերազմի։ Այդ պատճառով, որ ես պնդում եմ, որ իրենք են պատերազմի կուսակցությունը, իսկ
ուժերի հավասարակշռությունը վերականգնել ցանկացող, անվտանգությունը որպես խաղաղության երաշխիք բերող ոչ թե հակառակը, որտեղ հակառակը չի լինում։ Խաղաղությունը չի կարող լինել երաշխիք, խաղաղությունը վիճակ է։ Այդ վիճակը պետք է ունենա երաշխավոր, իսկ դրա երաշխավորը պետք է լինի անվտանգությունը, ապահոված իրական ուժով եւ ուժերի հավասարակշռություն։ Ժողովի նախագահներ ասում են մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է ու մենք էլ իրենցը։ Դա բացարձակ սուտ է։ Դա ուղղակի ցինիկ ծաղր է մեր երեսին, այն իմաստով, որ դա ենթադրում է, որ մենք զրկվել ենք կամ հրաժարվել ենք վերլուծելու կարողությունից եւ ունակությունից եւ ցանկությունից եւ այդպիսի այսպես աբսուրդային հայտարարությունով փորձ անելով ներկայացնել ստեղծված իրավիճակը որպես խաղաղություն, դա ուղղակի ցինիզմ է։ Պարոն Քերոբյան, վերջերս բանակի վերաբերյալ են տարբեր այսպես հայտարարություններ հնչում, ընդ որում հենց իշխող խմբակցության ներսում այսպես մեկը մի բան հայտարարում է, այսպես հետո հակադարձում են, խոսքը Հայկ Սարգսյանի այսպես նրանց նախ բանակի տիրող վիճակի մասին որոշակի հայտարարություններ արեց, երկրորդն էլ որ զորակոչի թիվը 18 թվականի համեմատ ասում է 3 անգամ նվազել է, թեև հետո ՊՆ-ն հերքեց, ասեց ընդհակառակը ավելացել ու այսպես անդադ հակադարձում են իրար, ինչ որ հայտարարություններ են անում, սրա վերաբերյալ ինչ կասեք ու Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Հայկ Սարգսյանին, այսպես ասած, ասում է բանակը երբեք թե սպառազինության, թե սկսեց սննդով, սկսվում է հայտարարությունը սնունդով սնունդով, սպառազինության ու բարեհոգեբանական վիճակով երբեք այսքան լավ վիճակում չի եղել, ինչքան այսօր է։ Դե սովորաբար ասում են, որ ճշմարտությունը ինչ որտեղ մեջտեղում է, բայց ես կասեմ, որ ճշմարտությունը լրիվ ուրիշ տեղում է։ Ոչ Հայկ Սարգսյանն է ճշմարտությանը ճշտին տիրապետում եւ ճիշտը արտահայտում, ոչ էլ հակառակ կողմը։ Իմիջայլոց, ասենք, պաշտպանության նախարարությունը, նախարարը եւ նախարարի մամլոք խոսնակը վերջին մի երկու ամսում այնպիսի ստահոդ արտահայտություններով, ստահոդ ելույթներով են հանդես եկել, որ ուղղակի անպատկերացնելի է մեր պետական կառույցում, որը կանգնած է եւ սահմանադրական պարտականությունի, պարտավորությունի ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձնամխելիությունը եւ բնակչության անվտանգությունը, անպատկերացնելի է, որ այնտեղ այդպիսի վիճակ է տիրում։ Ուրեմն ելի կրկնեմ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր հայտարարության մեջ սնունդը դրեց առաջի տեղում եւ դա հատուկ դիտավորյալ ձևակերպումներ են, որովհետեւ իրենք սնունդը ընդհանրապես դնում են առաջի տեղում, փորը լցրու եւ եղիր ուրախ եւ վերջանիկ, սա իրենց կառավարման սկզբունքն է, որը բնականաբար չի բխում մեր պատկերացումներից, բայց եթե խոսքը գնում է սպառազինության կամ բարոյահոգեբանական վիճակի մասին, կարգապահությունը սարսափելի անկում է ապրել բանակում։ Բոլորովին վերջերս 1 կամ 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ վարժական հավաքների մասնակիցների միջև դանակահարության դեպք եւ երբ 3 հոգի դանակահարված ընկան հիվանդանոց։ 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ զորացրումից 1 օր, զորացրմանը 1 օր մնացած զինվորը մարտական դիրքից զորամաս իջնելուց մնացել էր ձյանտակ եւ մահացել էր։ Հարբեցողության դեպքերն են շատ, եւ դե իրենք ասում են նախկինում էլ են եղել, նախկինում նման դեպքեր չեն եղել։ Իսկ նախկինում ինչքան բան է եղել, ինչքան պետք է համեմատել նախկինի հետ։ Եթե ասում են, որ բարոյահոգեբանական վիճակը երբեք այսքան բարձր չի եղել, ես միշտ հիշեցնում եմ գլխավոր շտաբպետի այն արտահայտությունը, հայտարարությունը ավելի շուտ, որ բանակի արչև ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ։ Մնում է զարմանալ, էլ ինչ խնդիր դրված չի կամ հարց տալ։ Իսկ ինչ խնդիր է դրված։ Եթե դու ունես տարածքային ամբողջականությունը պահպանելու, գծիկ վերականգնելու, սահմանադրական պարտավորություն, բայց դու այդ խնդիրը չես դրել, նշանակում է ավելորդ է զբաղեցնում այդ պաշտոնը, նշանակում է մենք բյուջեից ձեզ ավելորդ ենք աշխատավարձ տալիս, որտեղ դա է ձեր հիմնական պարտավորությունը, սահմանադրական պարտավորությունը։ Իսկ սպառազինության հետ կապված շատ են ասում, որ Հայաստանը երբեք այսքան զենք չի բերել 18 թվականից սկսած մինչ օրս։ Նախկին 30 տարիներում այսքան զենք չենք ունեցել ու ամսի 28-ին էլ մայիսին գիտենք, որ զորահանդես է նախատեսվում ու պատրաստվում են ցույց դնել ողջ սպառազինությունը։ Դե եթե համեմատենք թե ինչեր են բերել
վերջի մի 4-5 տարում եւ նախկինում հնարավոր է խտությամբ, մատակարարների խտությամբ վերջի 4-5 տարին գերազանցում են նախորդող միջինում, հա, գերազանցում են նախորդ տարիների մատակարարումները։ Բայց եթե համեմատենք օրինակ, հա, S300 հակաօդային պաշտպանության համակարգը եւ Հնդկաստանից բերված, ասենք, ակաշները, հա, դրանք անհամեմատելի են։ Որակային առումով, ճշգրտության առումով, հեռահարության առումով եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ դժվար է ասել, օրինակ S300-ին համարժեք որևէ բան վերջի տարիների ընթացքում, ասենք վերջի 10 տարվա ընթացքում չի բերվել Հայաստան։ Կամ Իսկանդերի նման մի բան, հա, ասենք օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ 300-ից մի քիչ պակաս կիլոմետր հեռահարությամբ, այդպիսի բաներ չեն բերվել եւ չեն ստեղծվել Հայաստանում։ Միևնույն ժամանակ պետք է ասենք, որ այո, օրինակ ինքնագնաց կամ կիսա ինքնագնաց հրետանու մասով, այո, ինչ որ բաներ կան, չեն կարող շղթել, բայց բանակը դա միայն սպառազինությունը չէ։ Բանակը դա պատրաստությունն է, մարտական ոգին եւ սպառազինությունը։ Իսկ պատրաստության առումով ես պետք է մատնաշեմ, օրինակ անցյալ տարի սեպտեմբեր ամսին մարտական պատրաստության բյուջեից պաշտպանության նախարարության համարյա 1 միլիարդ դրամ կրճատվեց եւ տեղափոխվեց այլ հոդված։ Հա։ Նույնը վերաբերում է օրինակ ռազմավարության դա ընդհանուր սպառազինության բյուջեից նկատի ունի։ Չէ, մարտական պատրաստության։ Մարտական պատրաստություն, այսինքն այն ծախսը, որ մարտական պատրաստության մասով պետք է անեին, առնվազն 1 միլիարդ դրամով թերակատարվել է։ Իսկ դա նշանակում է ավելի քիչ պատրաստված անձնակազմ, ավելի քիչ ծախսված ուսումնական կամ զինամթերք, հա, մարտական պատրաստության համար նախատեսված, ավելի քիչ ներդաշնակված ստորաբաժանումներ, իսկ մենք գիտենք, որ օրինակ վերջի մի քանի տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերը այսպես մեծ զորավարժությունների չեն մասնակցում եւ չեն անցկացնում եւ չեն էլ մասնակցում։ Իսկ այն ինչ որ անցկացնում են կամ ցույց են տալիս, որ անցկացնում են, դա ուղղակի այսպես ողբերգական հիմնականում Միացյալ Նահանգների հետ են այդպես զորավարժություններ համատեղ անցկացնում։ Շատ փոքր կազմով, շատ փոքր քանակի անձնակազմ ներգրավելով եւ սահմանափակ սցենարով, սահմանափակ գործողությունի սահմանափակ պլանով։ Պարոն Քերոբյան, հենց ծրագրով էլ, հա, երբ որ ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնում են, հենց իրենք էլ այսպես հաստատաբար Նիկոլ Փաշինյանն էլ հենց ասաց, որ բանակին հատկացվող, սպառազինության հատկացվող բյուջեն այս տարի կրճատվելու է, ով որպես հիմնավորում բերում են, որ մենք գնում ենք խաղաղության պատերազմի չենք պատրաստվում, դրա համար մեզ պետք չէ հավելյալ այսպես բյուջե հատկացնել սպառազինությանը։ Տեսեք, կա մեկ իմպերատիվ հրամայական, դա զինված ուժերի կարիքների ամբողջական բավարարումն է։ Եվ դա նշանակում է ոչ միայն, որ պահեստները պետք է լիքը լցված լինեն, այլ պետք է սահմանված լինի ռազմական դոկտրինը, պետք է սահմանված լինի բանակի զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծրագիրը, պետք է մասնավորապես մանավանդ Հայաստանի պարագայում պետք է կառուցվի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որոնց պետական բոլոր մարմինները, համայնքային, տեղական կառավարման մարմինները, համայնքները լինեն դրանք տեղական թե մասնագիտական, ողջ հասարակությունը, ողջ բնակչությունը պետք է պատրաստված լինի։ Պետք է պատրաստված լինի եւ պաշտպանության, պետք է պատրաստված լինի եւ տևական ռազմական գործողությունների, պետք է պատրաստված լինի արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային իրավիճակների արձագանքման, իսկ այդպիսի ոչ մի բան չի արվում։ Եվ կա փոքր երկրների համար ընդհանրապես այդ մշակված տեսությունը եւ դրա այսպես հետևանքներից կամ հետևություններից մեկը հետեւյալն է, որ շատով կռվելը ավելի էժան է, քան քչով կռվելը։ Քչով կռվելու դեպքում մենք անպայման ունենում ենք տարածքային կորուստներ, որովհետեւ չունենք ռազմավարական խորհրդություն, այլևս չունենք ռազմավարական խորհրդություն Արցախի եւ մեր այսպես ռազմավարական վահանի, հա, այդ տեսքով արևելքից այդ ամեն ինչի կորստից հետո մեր տարածքների սահմանների միջև հեռավորությունը արևելյան եւ արևմտյան տեղեր կան, որ ընդամենը 25-26 կիլոմետր է։ Այստեղ խոսել ընդհանրապես միայն բանակով կռվելու մասին կամ միայն բանակով պաշտպանվելու մասին, դա հանցագործություն է։ Դա հանցավոր դիտավորություն է։ Եվ մենք պետք է հակառակ անենք, պետք է ստեղծենք տեղական եւ տարածքային պաշտպանության ուժերի իրական գործող համակարգ, որոնք կլինեն կայուն կազմով ստորաբաժանումներ, որտեղ կլինեն զորքը եւ
աչից եւ ձախից հարևանները ներդաշնակված, որտեղ կլինի ժամանակից ռազմական դոկտրիներով պատրաստված անձնակազմ, օրինակ շատ է խոսում նրա մասին եւ համարյա այսօր բոլոր բանակներում հրաձգային ստորաբաժանումներում ես մասնավոր օրինակ եմ բերում, հա, ստորաբաժանման բոլոր ողջ անձնակազմը գիտի կրակել, շատ բազբան եմ ասում, ստորաբաժանման կազմ գտնվող բոլոր տեսակի հրաձգային զենքերից։ Իսկ մեր մոտ գնդացրորդի օգնականը նույնիսկ, հա, գնդացրից կրակել չգիտի կամ դրա արժանքը չի անցկացվում եւ հակառակ ասենք օրինակ դիպուկահարը նռնակատետորդի զենքից կրակել նռնակատետից կրակել չի կարող, որովհետեւ չի մարզվում դրա պատրաստության ծրագրում, այ դա չկա։ Միշտ պետք է լինի, այո, ժամանակից ռազմական դոկտրիներով, ժամանակից ռազմական պատրաստության մեթոդներով մարզված եւ պատրաստված զինված ուժեր, ակտիվ պահեստազոր, տարածքային եւ տեղական պաշտպանության ուժեր։ Սա չի արվում։ Եվ պարոն Քերոբյան, վերջում ես ուզում եմ մի հայտարարության անդրադառնանք, խոսքը Անդրանիկ Քոչարյանի մեծ աղմուկ բարձրացած հայտարարության մասին էր, որ իր տղային ինչպես իր բառերով բնութագրեց բարձրակարգ տղա է, եւ իր հայտարարությունից ստացվեց, որ այն տղաները, ովքեր այսօր բանակում են ծառայում, այսպես կրթվելու, կրթության ցանկություն չունեն ու ոչ բարձրակարգ են իր ձևակերպմամբ, հա։ Ես մի բան ասեմ, ես միանում եմ իմ բոլոր ընկերների եւ բոլոր քաղաքացիների այն կոչերին, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը եւ կանչվի դատարան։ Եվ կանչվի դատարան։ Այո, կանչվի դատարան զինված ուժերի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու եւ ոտնահարելու համար։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Պարոն Քերոբյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք Հայաքվե միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։